Եսայա 61-րդ գլուխ։ Այս տեղը հրաշալի տեղ է, զորավոր տեղ է։ 7-րդ խոսք։ Ձեր ամոթի փոխարեն կրկնապատիկ ուրախություն։ Այս տեղերը ես երբ որ կարդում եք, գիտես ինչ է ստանում։ Ասում է ամոթի տեղ պատիվ կրկնագի, խայտառակության տեղ ուրախություն։ Ու ասում է Աստված, բայց խայտառակության տեղ ուրախությունը ո՞րն է։ Գիտեք Աստված ինչ օրինակ մի հատ բերեց։ Հիշում եք Մարիամ Մագդանելացուն, երբ որ բռնեցին վատ արարքի վրա ու բերին գցեցին Հիսուսի ոտքերի տակ։ Ինչ կարծիք եք, ինքը ուրախ էր։ Կամ ինքն էս փառք էր վայելում, կամ հարգանք էր վայելում։ Բայց գիտեք ինչ կատարվավ իր կյանքի մեջ։ Երբ որ Հիսուսի հետ հանդիպում ունեցավ, փոխվավ իր կյանքի մեջ ամեն ինչ։ Ինքը այո, սկսեց կրկնագի ուրախություն ունենալ։ Ինքը ունեցավ կրկնագի հարգանք ու պատիվ։ Գիտեք ամենաառաջի բարի լուրը ով բերեց աշխարհին։ Մարիամ Մագդանելացին։ Երբ որ եկան այն մյուս Մարիամի հետ տեսան գերեզմանի դուռը բաց է, քարը գլորված է, հրեշտակը նստած, ու ասեց կենտանի Աստծուն, ինչի եք փնտրում մեռելների մեջ։ Ու ասեց վազելով իրակ դուրս ելան։ Երբ որ վազելով դուրս ելան, գրված ասում է Հիսուսը նրանց հանդիպեց ճանապարհին։ Ու ասեց գնացեք իմ եղբայրներիս ասեցեք, որ էսի տեղը սպասեն ինձ։ Հետաքրքիր է, որ առաջի բարի լուր տարածողը այն կինն էր, որը որ խայտառակված էր, որը որ ամոթի տակ էր, ուրախություն չուներ։ Սիրելիս Աստված կարող է նենց բաներ են խելքից դուրս, որ չես է պատկերացնում։ Վստահ է Աստծուն։ Որոշում ես կայացրել, գնա Աստծո հետևից։ Լուրջ բան եմ ասում, Աստված այնպես բաներ կարող անի, որ ամոթով թողնա մնացած խոսածողներին։ Աստված կարող է հիասթափեցնել քո թշնամիներին։